Բարև ընկերներ, անցած փոդքասթում ես խոսացի Անգլիայի կուսակցությունների մասին, շատ կլասիկ տեսակ, որ կար երկու գոյությունի երկու կուսակցություն, բանվորական կուսակցություն, որը կոչվում է Labour, եւ գործատիրոջ կամ կապիտալիստների կուսակցությունը, որ կոչվում է Tory։ Իսկ այսօր ուզում եմ խոսամ շվեդի կուսակցությունների մասին, այսինքն շվեդի ցախ եւ աջ կուսակցությունների մեջտեղ մի քանի կուսակցություն կա, որ տարիների ընթացքում սրանք ծնվել են մի մասը ցախակողմյան կուսակցություններից, մի մասը աջակողմյան կուսակցություններից։ Բայց նախքան ես անցնեմ Շվեդիայի կուսակցություններին, ուզում մի քանի բառ խոսամ, որ մի հատ կուսակցությունից ոնց է ծնվում մի հատ ուրիշ կուսակցություն։ Օրինակ, ասենք, եթե մի հատ երկրում ներկա մինիմում աշխատավարձը $10 ժամում է եւ պահանջվում է մինիմում աշխատավարձի բարձրացում։ Այս երկրում, ասենք, գոյություն ունի երկու հատ կուսակցություն, բանվորական կուսակցություն եւ գործատերների կուսակցություն։ Ուրեմն այստեղ պարզ է, բանվորները $18 են ուզում ժամը, ամենածախակողմյան բանվորները, իսկ ավելի մոդերատ կուսակցության անդամները ասում են, որ $14 հերիք է, որովհետև իրանց արգումենտ դա է, որ եթե $18 մենք պահանջենք, գործատերերը արդեն կսկսեն գործավորներին աշխատանքից դուրս անել, որ իրանց ծախսը պակսի։ Իսկ կապիտալիստների կուսակցությունում ընդրանք ինչ շատ աչ են, ասում են 10 ռուբլ ոչ մի ավելացում, մենք այդքան փող չունենք, որ ավելացնենք, իսկ ավելի ծախակողմյան նույն կուսակցության ներս ասում են $12 էլ ընդունելի է, որ ավելացնենք։ Հիմա եթե ասենք, որ ամեն մեկը 1000 հատ անդամ ունեն եւ 800 անդամը ասում են, որ 16-ից 18, որտեղ այստեղ այսինքն 800 անդամը գտնվում են այստեղ։ Իսկ 200 անդամը ասում են 15-ից 14 դոլար։ Ուրեմն, եթե նման հարցեր նորից առաջ եկավ, այսինքն մի հատ հարց չի, մի հատ, երկու հատ, 10 հատ, սենց բաներ շատ է գալիս պետության ներսը կամ պարլամենտի ներսը, ուրեմն այս մասը, այսինքն այս 200 հոգին, արդեն տեսնում են, որ իրանց ձայնը տեղ չի հասնում, որովհետև միշտ գերակշիռ մասը այս մասում է։ Ուրեմն այս մասի ժողովուրդը առանձնանում են եւ մի հատ նոր կուսակցություն ալում, նորից բանվորական կուսակցությունն է, այստեղ չսխալվեք։ Նույնիսկ կարող է նույնիսկ սրանք անցնեն այս մեկողը, արդեն լեն աչակողմյան կուսակցություն, բայց դեպի կենտրոն կամ դեպի ծախ կողմ, ասենք դեպի ծախ վալանգը։ Ուրեմն, ասենք 800 հոգին, այդ 1000 հոգուց կուսակցության, ասում են 18, այսինքն շատ ծախերն ասում են $18, քիչ ծախերը ասում են, որ $16 ամեն ժամը։ Իսկ սրանք, որ այսինքն բաժանվել են կուսակցությունից, ասում են 15-ից $14, այսինքն ծախ մասն ասում է $15, իսկ ավելի աջ մասն ասում է $14։ Նույն բանը կարող է պատահի այս մեկ կուսակցության հետ։ Ուրեմն այստեղ առաջից ասում են 10-ից 12 ամեն ժամը չենք կարող ավելացնենք։ Այստեղ էլ կա մեծամասնությունը, որ ասում են 10-ից 11 մենք ավել չենք ավելացնի։ Իսկ մարդիկ կան այս մեկողը, ասենք այստեղ էլ 1000 հոգին, ասենք 200 հոգին, ասում են, որ 11-ից մինչև $12 էլ ընդունելի է մեր համար, որ ավելացնենք աշխատավարձը ամեն ժամվա մեջ։ Ուրեմն այս մարդիկ էլ, այսինքն ծախակողմյան կուսակցությունների նման, տարբեր բաներ, որ գալիս է իրանց կուսակցության ներսը, ուրեմն մեծամասնությունը թույլ չի տալիս, որ իրանց ձայնը լսվի։
Դրա համար էլ սրանք էլ առանձնանում են, լինում են մի կուսակցություն։ Հիմա այս կուսակցությունների ձայնը ոնց է լսվում։ Ուրեմն, եթե պետությունն ուզում է կարմիրները, այսինքն բանվորական կուսակցություններն ուզում պետությունը վերցնեն, ուրեմն այս քիչ է իրանց համար, այս այսինքն 800-ը պիտի մրցի 1000 հոգու դիմաց։ Okay? Դրա համար էլ իրանք ստիպված են coalition-ի մեջ մտնեն։ Coalition-ի մեջ որ մտան, ուրեմն նստան կարող են իրանք ձայնը լսելու հասցնեն։ Նույնպես էլ էս կողը չի տարբերվում։ Ուրեմն սպստիկ կուսակցությունները, որ մեծ կուսակցություններից բաժանվում են, ժամանակին սրանք շատ մեծ, այսինքն ազդեցություն են ունենում պետությունները կազմելու մեջ։ Հիմա անցնենք Շվեդիայի կուսակցություններին։ Ուրեմն Շվեդիայի պարտիները երկար տարիներ առաջ, 30-40 տարի առաջ Շվեդիայում գոյություն ուներ կոմունիստական պարտի, գոյություն ուներ սոցիալ-դեմոկրատական պարտի, ստեղ կենտրոնում գտնվում էր հողագործների կուսակցությունը եւ գործատիրոջ կուսակցություններ կամ կապիտալիստների կուսակցությունը, որ կոչվում էր մոդերատները։ Ուրեմն կոմունիստներ, սոցիալ-դեմոկրատները, սենթեր գյուղացիների եւ գործատերերի կուսակցությունը, որ կոչվում էր մոդերատները։ Սոցիալ-դեմոկրատների հիմնական, այսինքն իրանց մոտորը, իրանց ուժը դա LON-էր, Land Organization-ը կոչվում, այսինքն բանվորների յունիոնը, որ շատ ուժեղ էր։ Այսինքն սրանք սենց որ նկարել եմ, արդեն սոցիալ-դեմոկրատների ամենամեծ մասն էր եւ շատ կազմակերպված եւ արդեն իրանց խոսքը արժեք ուներ։ Այսպես ասած, այն ժամանակ, որ այսինքն վերջի տարիներին, որ ես ապրում էի, այսինքն այս 30-35 տարի առաջ, LO-ի շեֆը, երբ որ տելևիզիոնից ուզում էր խոսար, բոլոր ուշադիր լսում էին։ Իր ասածը հենց համարյա նույնքան արժեք ուներ, ինչ որ վարչապետի խոսքը։ Ուրեմն, մի առժամանակ հետո արդեն կոմունիստները երկու մասի բաժանվեցին, մի մասը էքստրեմ ցախ, որ կոչվում էր APK, Arbetar Party Kommunistna, բանվորների կոմունիստական կուսակցություն, որ սրանք հիմնականում ապրում են Շվեդիայի շատ հյուսիսային քաղաքներում եւ իրանք համարյա սովետական միության կողմնակից կոմունիստական պարտի էին։ Իսկ այս մի մասը եղավ Venstre Party Kommunistna, այսինքն ցախակոմյան կոմունիստական պարտի։ Եվ սոցիալ-դեմոկրատներից բաժանվեց մի հատ խումբ, որ հայտնվեց մեջտեղից դեպի աջ, որ կոչվում էր Folk Party, այսինքն ժողովրդական կուսակցություն, որ հետո անունը փոխեցին, դրեցին լիբերալները մի քանի տարի առաջ։ LO-ն նույնպես ուժեղ եւ աջ կողը արդեն մոդերատներն են, որ արդեն որովհետև բոլորի գումարը լինում է Շվեդիայի ժողովրդի քանակը, որ սրանց այսինքն ցայն են տալիս։ Երբ որ ցախ կողը մեծանում են, աջ կողը արդեն փոքրանում է։ Այսպիսով հետագայում մոդերատներից էլ, այսինքն իրանց ցախ ֆալանգը փոկվեցին, որը կոչվեց քրիստոնյա դեմոկրատականներ, եղել իր համար մի հատ կուսակցություն։ Ծնվեց մի նոր կուսակցություն, կանաչների կուսակցությունը, որ կոչվում է Միլիո Party, եւ ինչպես որ տեսնում եք, արդեն սոցիալ-դեմոկրատները շարժվել են, ավելի են շարժվել գաղափարապես դեպի աջ։ Այսինքն մի շարք գործեր, որ ստեղ սոցիալ-դեմոկրատները չին անի, հիմա արդեն իրանք անում են։
գաղափարապես մի քիչ տարբերվել են։ Դա էլ գալիս է երկրի վիճակից, էկոնոմիայի վիճակից, աշխատողները ինչքան աշխատող կա, ուրեմն եթե տեսնում եք, այստեղ L-on արդեն փոքրացել են, որտեղ մի շարք ֆաբրիկներ Շվեդիան թողեցին։ Եվ բանվորների թիվը պակսեց։ VPK-ն արդեն Venstre Party կոմունիստները, սրանք էլ շարժվում են դեպի աջ, այսինքն իրանց գաղափարախոսությունը փոխվում է ժամանակի ընթացքում։ Հետո գալիս է 1991 թիվը։ 1991 թիվը, այսինքն սովետական միության փլուզումը շատ մեծ ազդեցություն դրեց եվրոպական երկրների վրա, իրանց կուսակցությունների վրա, դեմոկրասիայի վրա, ամեն ինչի վրա, այսինքն սովետի փլուզումը ազդեց։ Էնպես որ արդեն Venstre Party կոմունիստները, որ կոչվում էր ցախակողմյան կոմունիստական պարտի, իրանց անունը փոխեցին, դրեցին ցախակողմյան պարտի։ Ուղղակի, այսինքն մի քիչ հեգնանքով ասեմ, ամեն անգամ որ սրանք Պարտին անունը փոխում է, ոնց որ դու Ավգուստ ունես, ամեն հյուր որ գալիս է, մի քիչ ջուր ես լցնում վրան։ Հիմա եթե նայում եք մեկս Venstre Party-ն, որ առաջ ստեղ էր գտնվում, հիմա արդեն գտնվում է նույն տեղը, որ տարիներ առաջ սոցիալ-դեմոկրատներն են գտնվում։ Այսինքն սրանն էլ չի լիացել կոմունիստական պարտի, այս արդեն դարձել է սոցիալ-դեմոկրատներ, բայց սոցիալ-դեմոկրատներից հեռու է։ L-on արդեն սովետական միության փլուզումից հետո շվեդացիք արդեն վստահություն ձեռք բերեցին, իրանց ֆաբրիկներ տարան պրիբալտիկան, առաջ պրիբալտիկյան երկրներում, որտեղ աշխատավարձը ցած էր, հետո տեղափոխեցին Լեհաստան, մի քանի տարի այնտեղ եղան, հետո արդեն տեղափոխեցին Չինաստան։ Եվ որովհետև ֆաբրիկները փակվում է, արդեն L-on էլ բանվորներն էլ փոքրանում են։ Եվ բանվորական յունիոնի ուժն էլ պակսում է։ Միլիոպարտին մեծացավ տարիների ընթացքում, իսկ հետաքրքիրը, որ մոդերատներից իրանց աջ կողից մի ֆալանգ ջգվեց, որը կոչվեցին Սվարիե դեմոկրատ, ասենք Շվեդիայի դեմոկրատական կուսակցությունը, որ սրանք շատ աչակամյան կուսակցություն են, եւ եթե ուշնի իրան ծերը, ինչ դեմոկրասիա, ինչ բան։ Ուրեմն, այսինքն նախնական տարիներին 5 տարի, 10 տարի սկզբնական սովետական փլուզումից հետո, այսինքն սենց ձևակերպվեց։ Հետագայում արդեն Venstre Party-ն ավելի եկավ դեպի աջ, արդեն Venstre Party-ն, ասենք կոմունիստները իրանք արդեն հետագան Venstre Party-ն եկավ դեպի աջ, արդեն կոմունիստները ընդունում են, որ դպրոցները սեփականացնեն կամ մի շարք բաներ, որ ընդհանրապես այստեղ խոսք չկար մասին, արդեն իրանք ընդունում են այդ L-on ավելի է փոքրացել, սոցիալ-դեմոկրատներն արդեն կեսից անցել են դեպի աջ, այսինքն էլ արդեն գաղափարական են հին սոցիալ-դեմոկրատները չեն, ամեն ինչ թույլատրելի է իրանց համար, նույնիսկ դպրոցները սեփականացնել, դպրոցները բժշկություն, ամեն ինչը, տրանսպորտ, ամեն ինչը արդեն Անգլիայի նման ծախեցին սեփական ընկերություններին։ Իսկ մոդերատներն ավելի են փոքրացել, դիմացը Սվարիե դեմոկրատներն են մեծացել։ Հիմա արդեն սրանք որոշիչ դեր են խաղում պետության մեջ, արդեն 20% են եղել։ Իրանք պետության մեջ չեն, բայց իրանք ծրագրերը պետությունները կատարում են։ Եվ անցած անգամ իմ ոդքասթի վերջում ասացի, որ Անգլիայում մի հատ մեջտեղում մի հատ կույտ է ստեղծվել, որ չի տարբերվում ում քվեարկես, այսինքն Labour Party-ն եւ Թորիները համարյա նույն գործն են անում, անկախ դրանից, որ ով է պետության ղեկին։ Նույն բանը կատարվել է Շվեդիայում։ Այսինքն
ամենն հավաքվել են մեջտեղը, այս գիծով արդեն ես ցույց եմ տվել։ Եվ իսկականից այդքան մեծ կարևորություն չունի դու սոցիալ-դեմոկրատների ներս քվեարկում սենտրին, լիբերալներին, քրիստ դեմոկրատներին չի տարբերվում, որտեղ իրենց քաղաքականությունը արդեն գաղափարական հիմքի վրա չի եւ բոլորն էլ հավաքվել են մեջտեղը եւ արդեն ձայները պիտի իրարից խլեն, որ կարողանան ինչ-որ պետություն ստեղծեն։ Այստեղ մի հետաքրքիր բան պատահեց, այսինքն սոցիալ-դեմոկրատները, որովհետև իրանք նույնիսկ գաղափարակից են Վենստր Փարթիի հետ, բայց իրանց հետ երբեք կոալիցիոն չեն կազմում, ոնց որ թշնամիլ են իրար հետ։ Սվարի սոցիալ-դեմոկրատները միլիոպարթու հետ են կոալիցիոն կազմում եւ այս վերջի պետության ժամանակ արդեն մոդերատներն եկան գործի գլուխ եւ դրանից առաջ, այսինքն մի հատ բան է ստեղծվել, որ արդեն մենք չենք իմանում, այս պետությունը ծախա, աչա, ինչա, այսինքն գաղափարական սիստեմից դուրս է եկել։ Պատճառն էլ է դա, որ բանվորները, այսինքն ինդուստրին շվեդյան թողել է, բանվորները շատ են փոքրացել եւ այս բանվորներն հիմա ձայն են տալիս նույնիսկ մոդերատներին, որ ստեղ արդեն դա անհնարին էր։ Հիմա ձայն են տալիս մոդերատներին կամ սվարի դեմոկրատներին, որ շատ աչակողմյան партия է, եւ պատճառն էլ է դա, որ սոցիալ-դեմոկրատներն ասում են ախպեր ջան, եթե մենք սոցիալ-դեմոկրատներին ենք քվե տալիս, սրանք մի բան ասում են, բայց ուրիշ բան են անում։ Ավելի լավ է մենք սրանց քվեարկենք, հենց այդ ինչ ասում են, դա էլ անում են, այսինքն մենք գիտենք ինչ է սպասվում։ Եվ մի հատ ուրիշ հետաքրքիր բան էլ ստեղ պատահել է, ասենք 50 տարի առաջ, եթե մի հատ պոլիտիկեր լիները աշխատանք չէր, այլ վստահություն էր, որ ժողովուրդը տալիս են մի հոգի իրանց ներկայացներ։ Տարիների ընթացքում արդեն պոլիտիկեր լիները դարձել է աշխատանք։ Սրանք ժողովրդի մասին չեն մտածում, ժողովրդի հետ իսկի գործ չունեն, նույնիսկ չեն ճանաչում, այսինքն իրանք չգիտեն, որ իշքան են իրանց կողմնակիցներն իշքան են, իշքան իրանց կքվարկեն։ Դրա համար իրանք վստահում են ինչ-որ ընկերությունների, որ գնան ժողովրդից հարցնեն, որ որն են սրա կողմնակիցը, որն են դրա կողմնակիցը, ժողովրդից ընդհանրապես կտրված իրանց կյանքն են ապրում։ Եվ որովհետև դարձել են իրանց աշխատանքը պոլիտիկերա եւ շատերը նույնիսկ մի օր մի հատ հասարակ աշխատանք կամ աշխատանք չեն արել, իրանք միշտ եղել են այս партիների օրգանիզացիաների ներսը եւ տենց, այսինքն 14-15 տարեկանից այդտեղ են եղել, նույնիսկ մարդիկ կան, որ 3 սերունդ պոլիտիկեր են, ինքը, իր հերը, իր պապիկը եղել են պոլիտիկեր։ Ուրեմն սրանց ուշք ու միտքն է դա, որ իրանք ընտրվեն եւ ընտրվելուց հետո իրանք մտածում են հաջորդ անգամ ոնց ընտրվեն։ Ճիշտ Հայաստանի նման ես խելոք մարդ չեմ տեսել մեր parlamentum։ Սրանց մեջ խելոք մարդիկ կան։ Բայց մնացածի մեջ խելոք մարդ չկա, մեկը մեկից ապուշ են։ Դրա համար էլ, եթե իրանց աշխատանքը ձեռից տվեցին, դժվար թե մի հոգի սրանց վարձի նույնիսկ հավաքարար։ Դրա համար իրանք պինդ կպած են իրանց աթոռին եւ ինչ որ բանկերն ասում են, հենց էլ անում են։ Ուրեմն այս Շվեդիայի այսօրվա պոլիտիկական սիստեմն է, պետությունն է եւ համարյա բոլոր եվրոպական երկրները հենց նույն վիճակի ներսն են։ Օրինակ, եթե դուք վերջի ֆրանսիական ընտրությունները նայեք, կտեսնեք, որ իրանց մեծ կուսակցությունները 5%, 6% ավել քվեջ բերեցին, որտեղ ժողովուրդը օգնել են եւ չեն վստահում հին կուսակցություններին։ Իրանք նոր մարդիկ են ուզում, նոր մարդիկ էլ չկան։ Այսինքն
պոլիտիկերներ գոյություն ունեն, որ պոլիտիկը իրանց աշխատանքն է եւ իրենք գիտեն ժողովրդին ոնց խափեն, ոնց ֆռցնեն, որ իրանց կվետան։ Այդքան բան։ Այսինքն մենակ Հայաստանում տենց չի։ Լրիվ Եվրոպայում տենց է, օրինակ վերցրեք Ամերիկայում։ Ուղղակի Կալիֆոռնիայի ներկայացուցիչները Մաքսիմ Վաթեր, ես իմ խոսալ չգիտեն։ Ինչ ասնա խելք ունենան։ Այդ որ այսինքն մի հատ կույտ հավաքված ստեղ, որովհետև իրանք գիտելիք չունեն, իրանք վախենում են, իրանք աթոռը պինդ պիտի պահեն եւ ինչ որ իրանք թելադրում են, ընդ էլ ասում են, ընդ էլ անում են։ Ու ուրեմն տենց ընկերներ։ Այսօր այսքանը, մինչև նոր հանդիպում։ Հաջողություն ձեզ։